Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում Սեդրակ Մամուլյան խորհրդական ստուդիայից։ Իմ հյուրն է Արուս Անդրեասյանը եւ այն մեր ձևաչափը, որը արդեն նշել ենք, եթե կան մարդիկ, ովքեր ունեն հնուց ժառանգված կերակրատեսակներ, որը իրենց կարծիքով չի շրջանառվում, կարող են գալ, օգտագործել հարթակը, պատրաստել, որը կլրացնի մեր ազգային խոհանոցի այդ մեծ պաշարները։ Եվ այսօր Արուսը մեզ հետ է, ողջույն Արուս, ինչպե՞ս ես։ Շնորհակալություն դուք։ Լավ, շատ լավ, ուրախ եմ, որ արձագանքեցիր։ Իհարկե Արուսը մեր աշխատակիցն է եւ քանի որ ինքը նույնպես Շիրակի մարզի բնակիչ է, առիթը օգտագործեց այս հանրաճանաչ, հանրահռչակ կերակրատեսակը պատրաստելու համար։ Ինչ ենք պատրաստելու, ինչպես է կոչվում եւ Այսօր պատրաստելու ենք ավելուկով ապուր, որը բնորոշ է, այո, մեր արտիքի մարդկանց ժողովրդին, այո, մեզ մոտ դա խաշի պես տրադիցիա է, որը մենք ուտում ենք առավոտյան եւ այսպես հավաքվելով սեղանի շուրջ բարեկամներով։ Հիանալի, արտիքի ավելուկով ապուր, շատ այսպես բազմազան մթերքներ կան, այո, ճաշի մեջ։ Ինչի եմ նշում, որովհետև տեսեք, երբ որ մենք հավաքագրում ենք կերակրատեսակները եւ գրում ենք ավելուկով ապուր, մասնագետները կարդալով ասում են լավ ավելուկով ապուր է, բայց բաղադրիչների մեջ չեն խորանում։ Եվ տեսեք հիմա փաստորեն ունենք տոմատի մածուկ, սոխ, սալորաչիր, ոսպ, ձավար, կարտոֆիլ, լոբի, ալուր, ընկույզ, նույնիսկ ընկույզ եւ ավելուկ։ Հիանալի։ Ինչից սկսենք, ոնց ենք պատրաստելու։ Ինչից սկսենք։ Նախ պետք է լոբին խաշենք, որովհետեւ սա ամենաուշեփվող բաղադրիչն է ապուրի մեջ։ Հետո նոր կխառնենք ապուրին ընթացքում։ Ես կխնդրեի դուք ընկույզը մանրացնեիք։ Իսկ որքան շատ ընկույզ այնքան լավ։ Չափի մեջ։ Դե հա, ընկույզը որ շատ լինի, չի խանգարի։ Դու նշեցիր, որ սա, այսպես ասած, հավաքույթների կերակրատեսակ է, մեծ գերդաստաններով, այո, առավոտյան շուտ ուտում ենք նաև սխտորով, ինչպես խաշը։ Դա սխտոր ավելացնում ենք վերջում, որովհետև հենց այդ սխտորի համն է, որ ինձ թվում է ճաշին տալիս է ավելի համով։ Հիմա մենք ավելացնելու։ Վերջում, ուտելուց 2 րոպե առաջ։ Հիանալի։ Այո, կան մեր խոհանոցում շատ կերակրատեսակներ, որոնք իրենք հենց իրենցով համախմբող մի հատկություն ունեն, այսինքն այդ կերակրատեսակը պատրաստում են, հրավիրում հարևաններին, իրենց ընտանիքներով, մեծ գերդաստանով։ Այո, մենք բարեկամներով հավաքվում ենք, դա տատիկից է եկել, տատիկս հավաքում էր բոլորին, առավոտ շուտ եւ առավոտյան եւ մենք մի ամբողջ օր մեզ զբաղեցնում էր այդ ավելուկով։ Սոխարացի համար մեզ անհրաժեշտ է յուղ, այո։ Այո, Բոյարսկի յուղը պիտի օգտագործենք։ Այո։ Բայց տատիկը չի սովորեցրել, որ յուղը տապակելու ժամանակ պիտի յուղը փողենք, լավ թաղենք։ Լավ թաղենք, նոր հետո այնպես։ Թե սառը հետ լստից։ Դե իր հետ ահագին մենք գործընթաց ենք անելու։ Նախորոք թրջում էր, չէ՞։ Լոբին, սիսերը։ Նույնիսկ մի քիչ լոբին եփում ենք, որտեղ ինքը շատ ուշ է լինում։ Լոբին միակ բաղադրիչն է իր մեջ, որ ուշ է եփվում։ Դրա համար մենք նախորոք ենք եփում։ Նախորոք եփում ենք, այո։ Եվ կարող ենք միացնել իր նաև այդ խաշույով, իր ջրով։ Լոբին, թե։ Կարելի է եւ ջրով, որովհետեւ մենք առանձին պետքա ջուր ավելացնենք, կարելի է եւ նաեւ լոբի ջրով ավելացնենք։ Որտեղ մենք լոբու ջուրը նույնպես սննդային արժեքներ ունի։ Լավ, էլ ինչ են կտրատելու։ Կտրատելու ենք
կարտոֆիլը։ Չէ, ճիրը ընթացքում արդեն երբ որ ապուրը կհավաքենք, Առանց կտրատելու։ Ճիրը կարելի է առանց կտրատել։ Այլ մարզերից ես հիշեցի Վայոց ձորի մի կերակրատեսակ ոսպով, առատ ընկույզով եւ այնտեղ ավելուկի փոխարեն օգտագործում է էլի վայրի բույս է, կարշմ է կոչվում։ Էլի այդպես առատ յուղով, առատ ընկույզով, սոխառածով նորից համարվում է այդպես մի կերակրատեսակ, որը արարողակարգ ունի, այսինքն հավաքվում են մեծ ընտանիքներով։ Մենք ունենք էլի տենց ճաշատեսակներ, ապուրներ շատ ունենք, որ առատ սոխառածով են եւ բոլորով միասին ենք անպայման ճաշակում։ Փաստորեն մենք վերջին անգամ չէ որ հանդիպում ենք։ Երևի։ Եթերում իհարկե մենք շատ ենք հանդիպում միասին, բայց եթերում լավ է որ հենց Շիրակից սկսեցինք եւ դու էլ հենց մեր աշխատակիցն ես։ Իսկ այս հասկերույթները, այս ընկերային հասկերույթները, որը բնականաբար հենց նույնիսկ ընտանիքում, եթե մեծ գերդաստանով հավաքում են, դա արդեն ընկերային հասկերույթ է։ Ավանդույթը էլի պահպանված է սեղանապետի կամ սեղանը տան մեծը պիտի նստեր, իհարկե տղամարդը, հետո նոր բոլորը հավաքվեին, կենացներ որոշակի, կար այդպիսի բան։ Կար, իհարկե ցավոք հիմա տատիկս չկա, բայց փորձում ենք որոշ չափով պահպանել։ Իսկ այն ժամանակ տատիկի ժամանակով ավելի հետաքրքիր էր։ Մեր վայրի ուտելի բույսերը եւ ընդհանրապես պտուղ, բանջարեղեն կապված բնակլիմական պայմաններից, կապված տարածաշրջանից, տարբեր համեր ունեն։ Այ որ տատիկը եփում էր, ավելուկը պիտի նաև կարծում եմ տարածաշրջանի, ձեր տարածաշրջանի ավելուկը լիներ, չէ՞։ Մենք մեր ձեռով էինք հավաքում ավելուկը, մեր մոտի սարերից, դաշտերից հավաքում էինք, հետո ընդհանուր թորնիկներով էլի հավաքում էինք, հուս էինք անում, չորացնում էինք, իհարկե թարմ ավելուկ ունենք ճաշատեսակ, դա տապակած, այո, տապակած ավելուկն է, էլի առատ սոխառածով, բայց ձեթով։ Հարգելի հեռուստադիտողներ, ես նշեցի, որ մեր աշխատակիցն է Արուսիկը, բայց ես չգիտեի, որ այսքան տեղեկացված է եւ առիթ օգտագործելով ուզում եմ նշել, ուզում եմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ հրավիրել այն մարդկանց, ովքեր հիշում են այդպես տատիկի պատրաստածը, հիշում են մանրամասնորեն, համեցեք, եկեք եւ միասին կպատրաստենք, դրանով մենք մեր պարտքը կկատարենք, պահպանելու մեր ազգային արժեքները, ազգային մշակութային ժառանգությունը եւ կոնկրետ ազգային խոհանոց։ Ես հիմա սոխառածին ավելացնեմ ալյուր։ Մի փոքր ալյուրով բովենք։ Մի փոքր սասիկ, բայց այդտեղ 3 գտալ ալյուր։ Մեր կաթսան մեծ է, մեր կաթսայի համեմատ ինքը բավական է։ Ավելացնենք ընկույզը։ Հերթականությունը եւ պատրաստման տեխնոլոգիան հարգելի հեռուստադիտողներ ուզում եմ ամրագրեք, X-եք, սա շատ կարևոր է, որովհետեւ յուրաքանչյուր մթերք իհարկե համի կրող է, բայց կապված նրա մշակման ձևի, ջերմային մշակման ժամանակաշրջանի եւ կտրատման նույնիսկ չափերից կախված է համի այդ երևույթը։ Տոմատը կփոխանցեք։ Տոմատներ։ Պատրաստման հերթականությունից մեծ պատրաստման հերթականությունը շատ կարևոր է համերի պահպանման համար։ Առատը։ Ես տեսնում եմ, որ ջուրը ենք գերացրել։ Ջուրը հիմա կավելացնենք, որովհետև տոմատից, այո, նախորդ գերացրել ենք, հիմա ավելացնենք ջուրը։ Մսնեմ։ Հա, լցրեք։
Ես անկեղծ պիտի խոստովանեմ, որ ավելուկով ապուրի այս տարբերակը երբեք չի հանդիպել ինձ։ Հիմա մենք ավելացնենք ավելուկը։ Իսկ ոսպը։ Ոսպը նույնպես։ Իսկ եփածը։ Արուսիկ ավելուկը ամբողջությամբ պիտի ավելացնենք։ Այո։ Սա ապուրը թե քաշովի փլավ։ Շատ խիտ են։ Մենք հետո ջուրը կավելացնենք։ Բայց Գնայինք խտությանը։ Ստունա բավական է։ Եվ ոսպը ավելացնեմ, հա։ Հա, ոսպը Ամբողջությամբ։ ավելացնենք։ Մենք ջուրը պետք է ավելացնենք։ Ոսպը նույնպես։ Ավելացնեմ։ Այո, ավելացրեք։ Բավական է ոսպը, որովհետև մենք այստեղ ունենք նաև աղացած ծավար։ Ծավարը բավական է, մի փոքր եւ վերջ։ Սա էլ ծավալը, որը խտացնելու է։ Այո։ Մենք չմոռանանք, որ այստեղ ունենք կարտոֆիլը, պետք է ավելացնենք։ Այս տարբերակի մասին ես լսել Մեզ էի։ մնաց միայն լոբին։ Այո։ Լոբին եփելուց հետո կավելացնենք, որտեղ արդեն ինքը լոբին հենց պատրաստ է, բայց մենք հիմա իրան ջուր կավելացնենք իր վրա։ Վերջ։ Աղը դուք։ Լոտոս Այո, ապրանքանիշի աղա պիտի լսնենք, չէ՞ անպայման։ այո։ Որպեսզի ավելի համեղ լինի մեր ապուրը։ Չէ՞։ Մի քիչ է։ Սա էլ այսպես։ Մնացածը ինձ թվում է ճաշակելիս։ Հիմա երևի մի 25 րոպե մինչև կարտոֆիլը ու ոսպը միասին եփվեն, այդ ընթացքում նաև լոբին կպատրաստվի։ Այո։ Մոտավորապես անջատելուց մի 5 րոպե առաջ կավելացնենք սալորաչիրը։ Ու կերագուրը պատրաստ է արդեն։ Կափարիչ դնենք, թե շատ շուտ Չէ, կարելի է դնել, բայց կիսատ ինձ թվում է։ կիսատ դնենք։ Ստեղ է։ Բարեկամներ, ճիշտ ասած ուզում եմ հիշեցնել, բայց սոխարած պատրաստեցինք, ալյուրը սոխով տապակեցինք, ալյուրի հետ ավելացրինք։ Քիչ բովեցինք, կարմրեց ալյուրը, այո, ընկույզ։ Այնուհետև տոմատ մածուկ, բացեցինք ջրով, ավելուկն առանձին եփեցինք, ջուրը թափեցինք, ավելացրինք, ոսպն ու կարտոֆիլը միասին լցրեցինք։ Արդեն հա, ոսպն ու կարտոֆիլը, այո, եւ լոբին առանձին խաշվում։ Այո։ 20-25 րոպե հետո կհանդիպենք, կերակուրն արդեն կբերենք իր վերջնական տեսքին։ Արուշ ջան, 25 րոպեն անցավ։ Այո։ Մի հատ խնդրում եմ տեսնես։ Այո, նայենք։ Այո։ Ինձ թվում է պատրաստ է, մնում է մեզ ավելացնենք լոբին։ Չիրը։ Հա, լոբին ավելացնենք։ Լոբին էլ եփել, չիրը։ Ես լոբին եմ սիրում, միշտ ավելուկով ապուրի մեջի լոբին եմ սիրում, բայց երբեք ավելուկով ապուրի, լոբով ավելուկով ապուր չեմ կերել իհարկե։ Ինձ թվում է մեր ապուրը պատրաստ է։ Իսկ ինչ նախապատրաստական բան կա մատուցել, հա, սխտորել ես դրում Ահա, այստեղ։ սխտորը, այո, սխտորը Ծեծանք սխտոր։
ես ինձ կմանրացնեմ, ձեզ կփոխանցեմ։ Այդ ծեծելու ժամանակ, երբ որ մանրացնում ենք եւ կտրում ենք այսպես այս ջրերին զուգահեռ, լավ չի ծեծվելու։ Լավ էր, որ դու տանը երևում միշտ այսպես ես ծեծում, եւ այն սխտորի այդ բանը գնում է մարդկանց մոտ, ասում են, ես ինչի լավ չես ծեծել։ Ուղղահայաց պիտի լինի, մի քիչ աղ լցնենք ծեծելու համար։ Այո։ Լոտուս աղը ավելացնենք, այդպես որտեղից որտեղ եկավ ավանդական կերակուրի մեջ լցվեց լոտուս աղը։ Իսկ ինչով ենք մատուցելու։ Մատուցելու ենք, ճիշտ ասած, նախընտրելի է չոր լավաշով, բայց այսօր մենք կմատուցենք փափուկ լավաշով։ Իսկ սխտորը առանձին ենք մատուցելու, թե։ Սխտորը ճիշտ ասած ըստ ճաշակի։ Կդնենք կողքը, եթե ցանկացողներ կլինեն, սխտորով կհամտեսեն ապուրի, եթե ոչ։ Արզա։ Ես Սա էլ սխտորը։ Տեսար դժվարացավ ծեծելը սխտորի, որտեղ կտորները մեծ արեցիր։ Իսկ սխտորը ծեծելիս միշտ պիտի այնպես ծեծես, որ ստացվի խիուս։ այո։ Սա այսպես։ Ես մի հատ պիտի համտեսեմ, ինչ ուզում եք ասեք։ Շատ համով է, շատ համով է։ Ես նույնիսկ ուզում եմ հենց այսպես, որ տեսնեն մեր հեռուստադիտողները, մթերքների բազմազանությունը, գույները նույնիսկ, տարբեր մթերքներ իրենց գույներով, այնպես որ հիանալի է, վերջ։ Սխտորը կլսնենք այստեղ։ Մի քիչ ջուր, չէ, այստեղից։ Իրա ջրից խառնենք, որպեսզի ապուրի մեջ ավելի սխտորը հեշտ բացվի։ Խնդրեմ սխտորը։ Ես մատուցման ափս եմ բերեմ։ Այո։ Այսպես։ Մեր ապուրին ուրիշ ոչինչ պետք չէ։ Ով կցանկանա սխտորով ուտի, ով չցանկանա սխտորով չի ուտի, ով երեկոյան պիտի հանդիպում ունենա սխտորը մի կողմ ենք դնում։ Պարտադիրություն։ Շատ լավ, հիանալի, ես ուղղակի տպավորված եմ այս ապուրով։ Արուշ ջան, դու ինչ կուզես մեր հեռուստադիտողներին ասել։ Որպեսզի չկորցնենք մեր ազգային ուտեստները, միշտ փորձենք։ Իսկ փորձելու համար խնդրեմ համեցեք մեր Գեյան Կարպետ ռեստորան։ Մեզ մոտ փորձեք։ Հիանալի։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Արուսին։ Ցանկանանք, որ ինքը հենց այնպես, որ հիմա տեսնում ենք հպարտանում է մեր ազգային արժեքներով, մեր մշակութային ժառանգությամբ եւ հպարտանալու առիթը իր տատիկն է, որ միշտ հիշում է տատիկի պատրաստած կերակուրը։ Ապրես դու, շնորհակալ եմ շատ։ Հարգելի հեռուստադիտողներ, իհարկե մենք բոլորս ունենք առիթ հպարտանալու մեր ազգային մշակույթով, մեր մշակութային ժառանգությամբ եւ մենք պարտավոր ենք պահել մեր ազգային արժեքները։ Ավելուկով ապուր 1 բաժնի համար։ Ավելուկ 60 գրամ, կարմիր լոբի 30 գրամ, ոսպ 30 գրամ, ձավար 20 գրամ, ընկույզ 30 գրամ,
սալորի չիր 20 գրամ, կարտոֆիլ 40 գրամ, սոխ 30 գրամ, տոմատի մածուկ 20 գրամ, ալյուր 20 գրամ, յուղ 30 գրամ, սխտոր, աղ, պղպեղ ըստ ճաշակի։ Բարի ախորժակ։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ուզում եմ, որ լինենք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք։ Ստեսյուն բարեկամներ։